Գիտեք, ես հասկանում եմ իշխանություններին քննադատելու, իշխանությունների դեմ պայքարելու, օրակարգային անհրաժեշտությունները եւ այլն, բայց եկեք արձանագրենք մի բան. իշխանությունների դեմ պայքարը չպետք է հատի այն կարմիր գիծը, որտեղ այն դառնում է պետության դեմ պայքար։ Իսկ վերջին ժամանակահատվածում մենք հստակ տեսնում ենք, որ արմատական ընդդիմությունը պայքարում է ոչ թե իշխանությունների դեմ, այլ պայքարում է հստակ Հայաստանի Հանրապետության դեմ, որտեղ ուզում ենք թե չենք ուզում, ներկայիս իշխանությունները Հայաստանի Հանրապետությունն են ներկայացնում եւ նրանք իրենց քվեն ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից։ 2026 թվականին, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ կերպ կորոշի, իշխանության կգան այլ քաղաքական ուժեր իրենց համապատասխան օրակարգերով, այդ դեպքում Հայաստանի Հանրապետությունը գուցե կփոխի իր քաղաքական ուղղվածությունը արտաքին կամ ներքին համատեքստերում, բայց քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է ներկայացուցչական դեմոկրատիային կամ կախամենչից տվյալ քաղաքական ուժի կողմից, ապա պետությունը ներկայացնում է հենց այս քաղաքական ուժը, որը ղեկավարում է, խոսքը իհարկե քաղաքացիական պայմանագրի մասին է։